Վիտամին C տեսակներ, օրական դոզա, վտանգներ։ Մաս 2։ Դեղատուն մտնելիս մենք կարող ենք գտնել 200-ից մինչև 2000 դրամանոց վիտամին C, բայց արդյոք դրանք իրականում այդքան տարբեր են։ Շատ դեպքերում հիմնական ակտիվ նյութը նույնն է՝ ասկորբինատ թուն։ Տարբերությունը կարող է լինել դոզայի, ներծծման արագության, հավելյալ բաղադրիչների, համի և արտադրողների վերահսկողության և, իհարկե, մարքեթինգի մեջ։ Այսինքն թանկ լինելը միշտ չէ, որ նշանակում է ավելի արդյունավետ լինել։ Վերջին տարիներին շատ տարածված է դարձել լիպոսոմալ վիտամին C-ն։ Ինչ է սա նշանակում։ Այստեղ վիտամին C-ն փաթեթավորվում է ճարպային միկրոկառույցների մեջ, որպեսզի ավելի լավ ներծծվի մեր օրգանիզմում։ Որոշ հետազոտությունները ցույց են տալիս, որ այո, արյան մեջ մակարդակները կարող են ավելի բարձր լինել այս դեպքում, բայց դեռ չկան հստակ ապացույցներ, որ սովորական մարդու համար դա առողջության մեծ փոփոխություն է տալու։ Մեծահասակի համար օրական պահանջը 75-ից 90 միլիգրամ է։ Ծխողների համար այն կարող է ավել լինել։ Շատ մարդիկ հավելումների միջոցով ընդունում են 500-ից մինչև 2000 միլիգրամ վիտամին C, բայց կարևոր է հասկանալ, արդյոք օրգանիզմն ունի ներծծման սահման։ Վիտամին C-ն սովորաբար անվտանգ է, բայց շատ բարձր դոզաները կարող են երբեմն առաջացնել որոշակի խնդիրներ, օրինակ, փորլուծություն, փքվածություն, ստամոքսի անհարմար զգացողություններ, իսկ որոշ դեպքերում վիտամին C-ի բարձր դոզաները կարող են մեծացնել երիկամաքարերի ռիսկը, բայց սա այն դեպքում, երբ մարդն արդեն ունի նախատրամադրվածություն։ Վիտամին C-ն ակտիվորեն ուսումնասիրվում է նաև մաշկի ծերացման, սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, օքսիդատիվ ստրեսի, նույնիսկ որոշ դեպքերում քաղցկեղածին հետազոտությունների մեջ։ Բայց այստեղ շատ կարևոր է տարբերել ուսումնասիրվում է և արդեն ապացուցված բուժում է արտահայտությունները։ Սոցիալական ցանցերում այս սահմանը հաճախ կորում է։ Վիտամին C-ն կարևոր և անհրաժեշտ վիտամին է, դրա մասին քննարկումներն ավելորդ են։ Եթե ունեք նորմալ սննդակարգ, մեծ հավանականությամբ արդեն ստանում եք բավարար քանակ, իսկ հավելումները կարող են օգտակար լինել կոնկրետ իրավիճակներում, բայց ոչ միշտ այն չափով, ինչպես ներկայացվում է շատ գովազդներում։ Իրականում, կիրառելով բազմաթիվ մրգեր և բանջարեղեններ, մենք կարող ենք ապահովել մեր օրական վիտամին C-ի պաշարը, որովհետև այս պարագայում վիտամին C կողքից կիրառելու ուղղակի կարիք չի լինում։ Իհարկե, չեմ թերագնահատում նաև այն դեպքերը, երբ մրսածության, հիվանդությունների կանխարգելման համար մենք կիրառում ենք այլ վիտամին C-եր որպես հավելումներ։ Եթե ուզում եք իմանալ նմանատիպ ինֆորմացիա գիտահեն, բայց ոչ բժշկական լեզվով, բաժանորդագրվեք իմ էջին և կոմենտներում գրեք, որ դեղի կամ վիտամինի մասին կուզեք, որպեսզի խոսեմ հաջորդ անգամ։ Առողջ եղեք։